Վարուձը սիրելի ժողովուրդ, այսօր ես ձեզ կպատմեմ ԱՄՆ զինված ուժերում մեր լեգենդար հայ զինվորականների մասին։ Սկսենք։ 2006 թվականի փետրվարի 26-ին ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքի երթևեկությունը գրեթե պարալիզացվել էր։ Փողոցներով ընթանում էր զինվորական մեքենաների շարասյունը, բարձրաստիճան զինվորականներ, Պենտագոնի հատուկ ներկայացուցիչն ու կառավարական անդամներ, հարազատներ և զինակից ընկերներ Արլինգտոնի ազգային գերեզմանատանը հողին էին հանձնում ԱՄՆ ռազմական հետախուզության պատմության մեջ ամենաշատ պարգևատրված ռազմական հետախույզին՝ Ժան Գիզիրյանին։ Ժանը ծնվել է 1928 թվականի ապրիլի 4-ին Մասաչուսեթսի Ուայթինսվիլ քաղաքում խարբերդցի փախստականներ Մեսրոպ և Մարիցա Գիզիրյանների ընտանիքում։ Նախնական կրթություն տղան ստանում է Նորթբրիջի բարձրագույն դպրոցում, 15 տարին լրանալուն պես Ժանը ուսման հետ զուգահեռ աշխատում է Ուայթինսվիլի ծաղկի խանութներից մեկում։ Աշխատանքի ընթացքում երիտասարդը ծանոթանում է քաղաքում նոր կազմավորվող սկաուտների խմբի անդամների հետ։ Զինվորական հագուստը և առօրյան գերում են պատանի Ժանին։ 1944-ի փետրվարին նա թողնում է ուսումը և ծառայության անցնում ԱՄՆ ռազմածովային նավատորմով։ Նույն թվականին նրան ծառայության է նշանակում Սեմփսոնի ռազմաօդային բազայում, իսկ 1945 թվականին ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը Ժանին Սան Դիեգոյի համալսարանում ռազմական բժշկության դասընթացների է ուղարկում։ Մեկ տարի անց երիտասարդ սպան ծառայության է նշանակվում Վիրջինիայի ռազմածովային հոսպիտալում։ Այնուհետև նրան ուղարկում են Պուերտո Ռիկոյի ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայում ծառայության։ 1950-ից սկսվում է կորեական պատերազմը և Գիզիրյանին 9-րդ բանակային կորպուսի բժշկական վաշտի հետ ուղարկում են Ճապոնիա։ 1951-ին նրան գործուղում են Սեուլ ռազմական ծառայության։ Ռազմական բժիշկների հետ ռազմաճակատ մեկնած սերժանտ Գիզիրյանը պատերազմից վերադառնում է որպես հետախուզական ջոկատի հրամանատար, որպես բժիշկ մեկնել էր ռազմաճակատ, վերադարձել էր որպես հետախույզ։ Կորեական պատերազմից հետո նրան հյուսիսային Կարոլինայում գտնվող Ֆորտ Բրագ ռազմաբազայում ծառայության են նշանակում որպես հատուկ նշանակության ջոկատի հրամանատար։ 1955 թվականից սկսվում է արդեն Վիետնամի պատերազմը և հետախուզ Գիզիրյանը նշանակվում է ամերիկյան 3-րդ բանակային կորպուսի հետախուզության շտաբի պետ։ Այնուհետև մայոր Ժան Գիզիրյանին նշանակում են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներողություն առաջին օդային դիվիզիայի շտաբի պետի տեղակալ։ Վիետնամի պատերազմից հետո հայ ազգի հետախույզը ԱՄՆ վերադառնում գնդապետի ուսադիրներով և 1975-ին անցնում թոշակի։ 1979 թվականին Իրանում սկիզբ է առնում Ռեզա Շահ Փահլավիի դեմ հեղափոխությունը։ Պենտագոնի հատուկ խնդրանքով լեյտենանտ գնդապետ Ժան Գիզիրյանը վերադառնում է ծառայության և նշանակվում Իրանում ամերիկյան հետախուզական խմբի հատուկ խորհրդատու։ Այնուհետև նրան 1980-ին մինչև 1984-ը 4 տարի գրեթե ամերիկյան զինված ուժերի ներկայացուցիչ են նշանակում Ինդոնեզիայում։ Ռազմական ծառայության ավարտից հետո գնդապետ Գիզիրյանին Պենտագոնում պաշտպանության նախարարի խորհրդատուի պաշտոն են առաջարկում, սակայն բարձրաստիճան սպան առողջության պատճառով մերժում է այդ առաջարկը։ 77-ամյա Ժան Գիզիրյանը մահանում է 2006-ի փետրվարի 26-ին Կալիֆոռնիայում։ Նա համարվում է ԱՄՆ զինված ուժերի պատմության մեջ ամենաշատ պարգևների արժանացած բարձրաստիճան սպան ընդհանուր թվով 70 մեդալներ և շքանշաններ։ Հաջորդը։ Ուրեմն, Երկրորդ աշխարհամարտի տարիներին անգլո-ամերիկյան զորքերի հրամանատար և ԱՄՆ ապագա նախագահ գեներալ Դուայթ Էյզենհաուերի ռազմական խորհրդում ընդգրկված էին 4 հայեր։ Ռազմական քարտուղար Սյու Սարաֆյանը, կապի սպա Գրեգ Մելիքյանը, գնդապետ Գևորգ Ժուսկալյանը և գնդապետ Էրնեստ Դերվիշյանը։ Էրնեստի իսկական անուն էր այսպես ծնունդով Երվանդ։ Երվանդը ծնվել 1916 թվականի օգոստոսի 10-ին Ռիչմոնդում, Եղեռն վերապրած գաղթականներ Հակոբ և Մարի Դերվիշյանների ընտանիքում։ Բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո 1933-ին Երվանդն ընդունվում է Ռիչմոնդի համալսարանի բժշկության ֆակուլտետ, սակայն կարճ ժամանակ անց ձանձրանում է ընտրած մասնագիտությունից և իրավաբանական բարձրագույն համալսարան ընդունվելու հայտ է ներկայացնում։
Նրա հայտնը ընդունվում է 1937-ին Դերվիշյանը իրավագիտության բակալավրի աստիճանով ավարտում է համալսարանը ու սկսում իրավաբանի իր կարիերան։ 1941-ին երիտասարդ իրավաբան Երվանդը լսում է Պերլ Հարբորի վրա հարձակման լուրը և շտապում տուն։ Հաջորդ առավոտյան արդեն մանկության 3 ընկերներ՝ իրավաբան Երվանդը, Վիկտոր Մաղաքյանը և Առաքել Բոյաջյանը կամավորագրվում են ԱՄՆ զինված ուժերի ցամաքային զորքերին։ Նախնական պատրաստվածություն անցնելու նպատակով հայ երիտասարդներին ուղարկում են West Point ռազմական ակադեմիա։ Ակադեմիայի հրաмкազմի ուշադրությունը հենց առաջին օրերից գրավում է իրավաբան Երվանդը։ Ակադեմիայում ռազմական պատրաստվածություն անցնելուց հետո Դերվիշյանին ծառայության են նշանակում ԱՄՆ զինված ուժերի ցամաքային զորքերի 34-րդ դիվիզիայի 133-րդ հետևակային գումարտակում։ Այս գնդի կազմում Երվանդը 3 տարի մասնակցում է հյուսիսաֆրիկյան ռազմական օպերացիաներին։ 1944-ին նրան լեյտենանտի կոչում են շնորհում և նշանակում գումարտակի հրամանատար։ 1945-ին նրա գումարտակը միանում է Սիցիլիայի մատուցներում կռվող դաշնակից զորքերին, որոնց հրամանատարն էր ԱՄՆ զինված ուժերի բանակի գեներալ, ինչպես ասացի, Դուայթ Էյզենհաուերը։ Նույն թվականին իտալական Չիստերնա դել Լատինա քաղաքի համար մղվող ճակատամարտում Երվանդի ջոկատն ընկնում է շրջափակման մեջ։ Թեժ մարտերում նա ընկերներին հրամայում է նահանջել և մարտը շարունակում է միայնակ։ Մարտավարական հմտության արդյունքում, ապա նաև ձեռնամարտում գործի դնելով արևելյան մարտարվեստի պրոֆեսիոնալ մարտիկի կամային հատկանիշները, Դերվիշյանը շատ ուժեղ սպորտսմեն էր։ Նրան հաջողում է գերեվարել թշնամու 4 տասնյակ զինվորների։ Խիզախության նման դրսևորումն ԱՄՆ զինված ուժերի պատմության մեջ նախադեպը չուներ։ 1945-ի մայիսի 8-ին Դերվիշյանն այդ սխրանքի համար արժանանում է Կոնգրեսի պատվո շքանշան բարձրագույն պարգևի։ Պատերազմից հետո Էրնեստը մնում է ռազմական պահեստազորում որպես գլխավոր շտաբի իրավաբան։ 1953-ին նա դառնում է ԱՄՆ 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերի ռազմական հարցերով խորհրդականը։ 1958-ին գնդապետ Դերվիշյանը նշանակվում է ամերիկյան ազգային լեգիոնի հրամանատարի առաջին տեղակալ։ 59-ին նրան շնորհվում է գնդապետի կոչում։ 61-ին Դերվիշյանին շնորհվում է արդեն ԱՄՆ զինված ուժերի գեներալի կոչում։ Գեներալ Դերվիշյանը նախագահներ Լինդոն Ջոնսոնի և Ռիչարդ Նիքսոնի վարչակազմում եղել է պատերազմի գործերով հատուկ կոմիտեի ղեկավարը։ 1981-ին բարձրաստիճան սպան անցնում է թոշակի, նա վերադառնում է Ռիչմոնդ և դառնում 80-ականների հայկական Սփյուռքի առանցքային օղակներից մեկը։ ԱՄՆ կառավարության և ԱՄՆ զինված ուժերի բարձրագույն պարգևների, ինչպես նաև Լեհաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի կառավարությունների կառավարական պարգևների մեդալակիր, ԱՄՆ ազգային հերոս գեներալ Էրնեստ Դերվիշյանը մահանում է 1984-ի մայիսի 20-ին Ռիչմոնդում և թաղվում Ռիչմոնդի Ուեսթհեմփթոն Մեմորիալ Փարք գերեզմանատանը։ Մյուսը 1913 թվականի վերջերին Նյու Յորքի Էլիս Այլենդ էմիգրացիոն ծառայության նավահանգիստ հասած նավից իջավ Գևորգ Ժուսկալյան և Մարիցա Ֆերահյան զույգը Խարբերդից։ Մարիցան արդեն հղի էր։ Այս զույգը հրաշքով էր փրկվել Խարբերդի սպանդից։ Նրանք տեղավորվեցին Մասաչուսեթս նահանգի Ֆիչբուրգ քաղաքում։ 1914-ի հունիսի 7-ին ծնվեց Մոր Արգանդում դեռևս եղերն վերապրած նրանց որդին։ Ֆիչբուրգի դպրոցն ավարտելուց հետո երիտասարդը մեկնեց Բոստոն և ընդունվեց ռազմական ինստիտուտ։ Գերազանցությամբ ավարտելով ինստիտուտն ու արժանանալով ռազմկազմի համակրանքին, 1936-ին Ժուսկալյանների 21-ամյա որդին մտավ ԱՄՆ զինված ուժերի ցամաքային զորքերում ծառայության որպես 2-րդ աստիճանի լեյտենանտ։ Եկավ 1941 թվականը և աշխարհում արդեն մոլեգնում էր 2-րդ աշխարհամարտը։ Լեյտենանտը նախերոսաբար փայլեց Պերլ Հարբորում, ապա անցավ ռազմաճակատի գրեթե բոլոր թեժկետերով։ 1943-ին Հյուսիսային Աֆրիկայում անցկացված Տորշ լիկվիդացիոն օպերացիայի ժամանակ նա գլխավորում էր հարձակվողական 2-րդ գումարտակը։ Նույն թվականին Թունիսում իրականացվող ամերիկյան զինված ուժերի հատուկ գործողության ժամանակ գերմանացիներին հաջողվեց գերի վերցնել նրան։ ԱՄՆ զինված ուժերի բարձրաստիճան սպան 27 ամիս մնաց Վերմախտի տաշանակիր ճամբարներում Իտալիայում, Լեհաստանում, Գերմանիայում։ Միայն պատերազմից հետո ԱՄՆ կարողացավ վերադարձնել իր հերոսին։ Վերադառնալուց հետո նա դարձավ գեներալ Էյզենհաուերի անձնական խորհրդականը Պենտագոնում,
այսպիսով դառնալով 4-րդ հայը գեներալի նեղ շրջապատում Էրնեստ Դերվիշյանից, Սյուս Արաֆյանից և Գրեգ Մելիքյանից հետո, ինչպես արդեն ասացի։ Այնուհետև սկսվեց հաջորդ պատերազմը։ 1950-53 թվականների կորեական պատերազմում նա գլխավորում էր ԱՄՆ զինված ուժերի հետևակային գումարտակը։ Վիետնամի պատերազմի ժամանակ գնդապետ Ջորջ Շուսկալյանը, նույն ինքը Գևորգ Շուսկալյան կրտսերը, դարձավ ԱՄՆ զինված ուժերի պատմության մեջ ամենաշատ պարգևատրված բարձրագույն պարգևների մեդալակիր սպաներից մեկը։ Այնուհետև նա գործուղվեց Իրան որպես Իրանի կայսերական բանակում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչ խորհրդական։ 1967-ին ԱՄՆ զինված ուժերի բարձրաստիճան սպան մեկնեց Խարբերդ իրենց տունը գտնելու, բայց գտավ միայն ավերակները։ Մոնարգանդում դեռևս եղեռնից փրկված ամերիկյան բանակի բարձրաստիճան սպա գնդապետ Ջորջ Շուսկալյանը մահացավ 2010 թվականի հուլիսի 4-ին 96 տարեկանում Վիրջինիայի Սենթերվիլ քաղաքում։ Նրան զինվորական բոլոր պատիվներով ուղարկավորեցին Վիրջինիայի Արտլինգտոն զինվորական պանթեոնում։ Մյուսը 1919 թվականի գարնանը ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Տրոյ քաղաքի կոշիկի ֆաբրիկայում բանվորի աշխատանքի ընդունվեց միջին տարիքի սևահեր մի տղամարդ։ Տղամարդն անգլերեն չգիտեր, բայց հմուտ ձեռքերի շնորհիվ 2 տարի հետո դարձավ արտադրամասի պետ։ Տաղանդավոր վարպետին Արտվինի ջարդերից փրկված Դերենիկ Տաշյանին հրավիրեցին Բինգեմպտոն քաղաքում ղեկավար պաշտոնի։ Բինգեմպտոնի փողոցներում էլ հանդիպեցին Դերենիկ Տաշյանն ու Վանից գաղթած Կալաչյանների դուստր Մարին։ Շուտով նրանք ամուսնացան և 1925-ի աշնանը ծնվեց նրանց որդին։ Տղան մեծացավ Բինգեմպտոնի փողոցներում, որտեղ հայեր գրեթե չկային։ Նախնական ուսում ստացավ դպրոցում։ Մարին երազում էր, որ իր որդին հայտնի վիրաբույժ պիտի դառնա, բայց տղան գնաց լրիվ այլ ճանապարհով։ 1944 թվականին 19-ամյա երիտասարդը ընդունվեց Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիա։ 4 տարի անց 1948-ին ակադեմիան ավարտեց ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի լեյտենանտի ուսադիրներով։ 1952-ին ավարտեց Օհայոյի ռազմաօդային ուժերի ինստիտուտի ռազմական հատուկ պատրաստվածության դասընթացներն ու ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի մայորի ուսադիրներ ստացավ։ Մայորի առաջին ռազմական առաջադրանքը եղավ Ռայթ-Փաթերսոն ռազմաբազային պաշտպանել արձակումից, որտեղ պահպանվում էին ռազմական ավիացիայի շարժիչները։ Հրամանի աննախադեպ փայլուն կատարման համար ռազմաօդային ուժերի մայորն արժանացավ անբասիր ծառայության առաջին աստիճանի խաչ մեդալի։ Նա նշանակվեց 132-րդ օդային էսկադրիլիայի հրամանատար և 1955-ին արդեն ստացավ ԱՄՆ ռազմաօդային ուժերի գնդապետի կոչում։ 1957-ին Տաշյանների գնդապետ որդին հատուկ ռազմական առաքելությամբ գործուղվեց Հաագ, ապա Լոնդոն և Լոնդոնում էլ նշանակվեց ռազմաօդային կառավարման կենտրոնի որակի հսկողության բաժնի պետ։ Հայորդու ռազմական կարիերան պարզապես իրենից արագ էր թռչում։ 1958-ին նրան հետ կանչեցին Վիրջինիա նահանգ, որտեղ Ռիչմոնդ Էյր ավիաբազայում նշանակվեց գնման, բազթողման, լոգիստիկ հաշվարկների բաժնի պետ և այդ պաշտոնի համեմատ նրան շնորհվեց ԱՄՆ զինված ուժերի գեներալի կոչում։ 1961-65 թվականներին գեներալը նշանակվեց Մայամի ռազմաօդային բազայի հրամանատար։ 68-ին նա նշանակվեց ԱՄՆ ռազմաօդային գլխավոր շտաբի պետի տեղակալ և վիետնամյան սխրանքների համար արժանացավ ԱՄՆ Կոնգրեսի մեդալ պատվավոր շքանշանի, այնուհետև պատվո լեգիոնի ասպետ, անբասիր ծառայության պատվավոր շքանշան, ԱՄՆ ռազմաօդային ուժերի պատվավոր շքանշան, պարգևների։ 1973-ի հոկտեմբերի 1-ին Ռիչարդ Նիքսոնի հրամանով ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Դերենիկ Տաշյանը և Մարի Կալաչյանի որդին Միքայել Տաշյանը արժանացավ ԱՄՆ ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալի կոչման։ Հենց այդ օրն էլ շնորհավորման երեկոյին, երբ որ բրիգադային գեներալի կոչում էր ստացել, նրան մոտեցավ իր բարեկամը, այսպես ընկերը և հարցրեց. «Միք, իսկ դու ինչ գիտես Հայաստանի մասին»։ Միկը պատասխանեց. «Միայն այն, ինչ հայրս անընդհատ կրկնում էր՝ մի օր անպայման կվերադառնանք մեր տուն»։
Այսպես ավարտվեց երկու հանճարեղ ռազմական գործիչներ ԱՄՆ ռազմածովային ուժերի մինիստրը Փոլ Իգնատոսյանի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալ Միքայել Թաշյանի զրույցը։ Ռազմական իր ողջ կարիերայի ընթացքում Միքայելը հայկական դպրոցների կառուցման և վերականգնման համար հասարավոր դոլարներ է հատկացրել։ Այսպիսի հետաքրքիր հայեր։ Հաջորդը 1915 թվականին 16-ամյա Սարգիս Կանդարյանը փոքր եղբոր հետ փախչում էր Արդվինի թուրքական ջարդերից։ Եղբայրները ոտքով կտրեցին սիրիական անապատը և հասան Դամասկոս, այնտեղից Մարսել, ապա 1916-ին հասան ԱՄՆ և տեղավորվեցին Բոստոնում։ Բոստոնում Սարգիսը հանդիպեց մեկ այլ հայ փախստական ընտանիքից Գեղանի Ռոզային և նրանք ամուսնացան։ 1918-ի փետրվարի 16-ին ծնվեց նրանց որդին։ Սարգիսը հմուտ վարպետ էր և աշխատանքի տեղավորման հետ որևէ խնդիր չուներ։ Նա տեղավորվեց կարի մեքենաների արտադրության գործանում, որտեղ հասավ արտադրամասի պետի պաշտոնի և ֆինանսապես չէր խեղճանում։ Բացի այդ, Բոստոնում արդեն հայ համայնք էր ձևավորվել և նրանցից ամենահայտնի Մուգարների ընտանիքը շատ էր օգնում ժամանող փախստականներին։ Սարգիսի և Ռոզայի որդին դպրոցում փայլում էր ֆիզիկայի և քիմիայի իմացությամբ, մայրը երազում էր, որ տղան երբևէ հայտնի բժիշկ է դառնալու։ Սակայն նրանց որդու ուսուցիչը մի օր հատուկ եկավ Կանդարյանների այցելության և ծնողներին խորհուրդ տվեց իրենց տղային ուղարկել զինվորական ծառայության։ Առաջին աշխարհամարտի վետերան այդ ուսուցիչը Ջոն Սիգելման համոզեց Կանդարյաններին, որ նրանց որդին բնատուր ստրատեգ է և զինվորականի ջիղ ունի։ Մայրը դեմ էր դրան, բայց Սարգիսը լսեց ուսուցչին և 17-ամյա պատանուն ուղարկեց Քեմբրիջի զինվորական ակադեմիայում սովորելու։ Ավելի ուշ նրանց որդին կասի իր հուշերում. «Մայրս ամեն օր նամակ էր ուղարկում ինձ հուսալով, որ ես հետ կդառնամ գիտական ճանապարհին, նա ատում էր զենքն ու պատերազմը, որովհետև եղերնը սրբել, տարել էր նրա ողջ ընտանիքը»։ 1940 թվականին Մասաչուսեթսում ռազմական ակադեմիան գերազանց ավարտելով Կանդարյանների որդին ստացավ ԱՄՆ զինված ուժերի ցամաքային զորքերի լեյտենանտի կոչում։ Եզակի և աչքին գնող հմտության համար երիտասարդ լեյտենանտին ուղարկեցին ամենահեղինակավոր West Point ռազմական ակադեմիայում սովորելու։ 3 տարի անց Կանդարյանը դարձավ ցամաքային զորքերի ավագ լեյտենանտ։ 1943 թվականը ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմի ամենաթեժ տարին էր, պատմում է մեր հայորդին։ Ես երիտասարդ սպա էի, բայց ինձ համար արդեն կուռքեր էին իմ հայրենակիցները՝ Էռնեստ Դերվիշյան, Այք Շեքերջյան, Սարգիս Գրիգորյանը, նրանք բոլորն էլ եղեռնից փրկվածների զավակներն էին, ինչպես և ես։ Ես երազում էի, որ մի օր անձամբ կտեսնեմ լեգենդար Դերվիշյանին, ում անունով երդվում էին ԱՄՆ զինված ուժերով, բառերով հնարավոր չէ նկարագրել, թե ինչ էր կատարվում Բոստոնում, երբ պատերազմից վերադարձավ Էռնեստ Դերվիշյանը։ Այդ օրը ես քիչ մնաց սրտի կանգ ունենայի հպարտության զգացումից։ Ամերիկացիները լցվել էին փողոց ու ճչում էին «Փառք Դերվիշյանին», «Փառք Ամերիկային», «Փառք հայ ծնողներին»։ Հաջորդ օրը լեգենդար հերոսը եկավ մեր դպրոց և դահլիճում հայ համայնքի հետ հանդիպում էր, որտեղ ինձ հաջողվեց ներս մտնել։ Երբ Դերվիշյանն ինձ տեսավ, ԱՄՆ զինված ուժերի սպայի համազգեստով մոտեցավ և գրկեց։ Նա հայ համայնքին խնդրում էր իրենց երեխաներին ուղարկել ռազմական կրթության, որպեսզի հավաքվի հայկական լեգիոնը և մենք վերադառնանք մեր պատմական հողերն ազատագրելու։ Այսպես է հիշում իր հանդիպումը Դերվիշյանի հետ նա, ով դառնալու էր հայտնի Մասաչուսեթսի առյուծը։ 1950 թվականին Կանդարյանների մայոր որդին գործուղվեց Սիեթլ ԱՄՆ զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի շտաբում որպես զենք զինամթերքի գլխավոր մասնագետ։ Հետո սկսվեց Վիետնամի պատերազմը և Կանդարյանը նշանակվեց ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նյութատեխնիկական աջակցության և զենք զինամթերքի մատակարարման գլխավոր պատասխանատու շտաբի պետի տեղակալի պաշտոնում։ Վիետնամից հետո կոմանդոր Կանդարյանը նշանակվեց ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆիլդի խորհրդական։ 1978-ին բարձրաստիճան զինվորականի 60-ամյակի օրը ԱՄՆ կոնգրեսի հատուկ կոնգրեսի մեդալով պարգևատրվեց նախարարի խորհրդականը, և Սարգիս և Ռոզա Կանդարյանների որդին Էվերետ Կանդարյանը ստացավ ԱՄՆ զինված ուժերի գնդապետի կոչում։
60-ամյա վետերանն ամենևին էլ չէ պատրաստվում թողնել զինվորական կարիերան եւ նա դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ միակ հայը, ում վստահվեց ԱՄՆ-ում ամենամեծ եւ ամենահեղինակավոր West Point բազայի զենք զինամթերքի եւ սպառազինության գլխավոր պետի պաշտոնը։ Այդ բարձր ու կարևոր պաշտոնին գնդապետ Կանդարյանը մնաց ուղիղ 13 տարի։ 1991 թվականի 73-ամյա վետերանը դարձավ ԱՄՆ-ի ազգային հրաձգային ասոցիացիայի պատվավոր անդամ։ Օգտվելով իր հեղինակությունից եւ բարձր պաշտոնից նա բազմաթիվ հեղինակավոր քաղաքական գործիչների, զինվորականների եւ ֆինանսիստների գրավեց Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունների կողմը։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո գնդապետը մնաց երդվյալ զինվորական եւ մինչեւ կյանքի վերջին օրերը United Technologies ընկերությունում զենք զինամթերքի, ինչպես նաեւ հրթիռային եւ ռեակտիվ շարժիչների գծով գլխավոր մասնագետներ։ Պատվավոր ծառայության շքանշանի ասպետ, ԱՄՆ զենք զինամթերքի 13 տարվա գլխավոր պահապան Ardvinci Sarkisի որդին, ԱՄՆ զինված ուժերի ցամաքային զորքերի գնդապետ Էվերետ Կանդարյանը մահացավ 2007-ի ապրիլի 28-ին 89 տարեկանում։ Մյուսը 1800-ականների վերջերին Մուշում ապրում էր Արաբոյի զինակից Առաքել Մաղաքյանի ընտանիքը։ Առաքելը լեգենդար զինվորական էր, նրան հարգում եւ սիրում էին, հատկապես պատմում էին 112 յենիչերներին սպանելու նրա սխրանքի մասին։ Առաքելի որդի Սարգիսը Կոստանդնուպոլսի բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո գաղթում է ԱՄՆ եւ տեղավորվում Չիկագոյում։ Չիկագոյում Սարգիսն ամուսնանում եւ աշխատանքի ընդունվում պողպատի ձուլման գործանում որպես ինժեներ։ Համիդյան ջարդերից մի կերպ փրկվելով 1915-ին Մաղաքյանների ընտանիքը կոտորվում է։ Առաքելը եւ նրա երկու դստրերը եւ ավագ որդին չեն խուսափում սպանդից։ Մաղաքյաններից ողջ է մնում միայն ԱՄՆ գաղթած Սարգիսը։ 1915-ի վերջին դեկտեմբերի 30-ին ծնվում է արդեն Սարգիս Մաղաքյանի որդին, այսինքն Առաքելի թոռը։ 1916-ին Սարգիսը թողնում է իր ընտանիքը ԱՄՆ-ում եւ հազարավոր հայ երիտասարդների հետ մեկնում Ֆրանսիա, Ֆրանսիայում կազմավորվող հայկական լեգիոնի կազմում թուրքերի դեմ կռվելու համար։ Բազմաթիվ ծանր վիրավորումներ ստանալով Սարգիս Մաղաքյանը մի քանի տարի անց վերադառնում է ԱՄՆ ընտանիքի մոտ։ Բացի առաջնեկը, որն արդեն 4 տարեկան էր, Մաղաքյանների ընտանիքում հետո ծնվելու էին եւս 3 որդի եւ 3 դուստր, Առաքելի 7 թոռները։ Ավագ որդին իր վրա է վերցնում քույր ու եղբայրների կարիքները հոգալու բեռը, որովհետև Սարգիսն արդեն հիվանդ էր։ Ավելի ուշ ԱՄՆ-ի հերոս Սարգիս Մաղաքյանի որդին այսպես կպատմի իր հոր մասին։ Իմ ընտանիքը Մուշից էր։ Առաքել պապս Արաբոյի զինակիցն էր, իսկ մորս եղբայրը Անդրանիկի ջոկատի սպա էր։ Հայրս պատմում էր նրանց մասին, բայց երբեք չէր խոսում իր մարտական ուղու մասին, որը նա անցավ առաջին աշխարհամարտի տարիներին Ֆրանսիայում տեղակայված հայկական լեգիոնի կազմում։ Նա իմ հերոսն էր, իմ արմատները սնուցողը։ Ես երեխա էի, երբ լսում էի նրա պատմությունները եւ երազում էի դառնալ հայտնի զինվորական եւ վրեժ լուծել տոհմս կոտորողներից։ Տղայի մայրը Չիկագոյում երաժշտական դպրոցում երաժշտության դասեր էր տալիս, բայց վաստակած գումարով դժվար էր ապրել։ 1930-ին Մաղաքյանները տեղափոխվեցին Սան Դիեգո, Կալիֆոռնիա։ Սան Դիեգոյում երիտասարդին խորհուրդ տվեցին զինվորագրվել ԱՄՆ ռազմածովային ուժերին։ Այդ երեկո տղան մտածելու համար բավական ժամանակ ուներ եւ գնաց կինոթատրոն, որտեղ ծովային կորպուսի հպարտությունը կոչվող նոր ֆիլմներ էկրաններին։ Ֆիլմից հետո երիտասարդ Մաղաքյանը որոշեց չզինվորագրվել ռազմածովային հետևակին եւ փոխարենը մտավ ԱՄՆ ծովային կորպուս, որտեղ դառնալու էր ԱՄՆ ծովային կորպուսի, այսպես ռուսերեն ասած մорская пехота, առաջին հայ սպան։ Ծովային հետևակին զինվորագրվելուց հետո Մաղաքյանին ուղարկեցին Ֆիլիպիններ, հետո Չինաստան, որտեղ 4 տարի անընդմեջ մասնակցեց Ճապոնիա-Չինաստան պատերազմին։ Երկրագնդով մեկ պտտելով եւ որպես տրանսպորտային ցանկացած միջոցի լավ գիտակ, Առաքելի թոռը ստացավ Վիկտոր Տրանսպորտ Մաղաքյան անունը։ 1930-ին ծովային հետևակի լեյտենանտ Մաղաքյանը վերադարձավ տուն եւ ընտանիքը տեղափոխվեց Ֆրեզնո,
որտեղ նրանց հարևաններ Վիլյամ Սարոյանը։ Վիկտոր Մաղաքյանին նշանակեցին Ֆրեզնոյի շրջանի շերիֆ։ Ընդամենը 2 տարի անց 1941-ի դեկտեմբերին Ճապոնիան հարձակվեց ամերիկյան Պերլ Հարբոր բազայի վրա։ Շերիֆը կրկին վայր դրեց համազգեստը եւ պատերազմի դաշտ վերադարձավ ծովային հետևակի սպան։ Նա միացավ ծովային կորպուսի ծովառյուծներ 2-րդ հատուկ ջոկատին, որտեղ 15,000 դիմողներից ընդունվել էին միայն 900-ը, որոնցից մեկն էլ ինքն էր Առաքելի թոռը Վիկտոր Տրանսպորտ Մաղաքյանը։ 900 հոգանոց ծովառյուծների առաջադրանքն էր ճապոնացիների մոտ տպավորություն ստեղծել, թե բազմահազարանոց ամերիկյան զորքը մտնում է ճապոնական կղզիները։ Այս ռազմական գործողությունը պատմության մեջ կմնա ՄԱԿ-ին կղզու ռեյդը անունով եւ ջոկատի առաջին շարքերում Վիկտոր Մաղաքյանն էր։ 1942-ի օգոստոսի 17-ին Մաղաքյանի հրամանատարությամբ ծովառյուծների նրա դեսանտային գումարտակն առաջին իջավ ճապոնական ափ եւ հրահանգների ժամանակ թեւը բարձրացնելիս առաջին լուրջ վիրավորումը ստացավ։ Նրան հրամայեցին նահանջել, բայց Մաղաքյանը հրաժարվեց լքել մարտի դաշտը։ Նա պարզապես կապեց գրեթե կախված աջ-բազուկը, որն արդեն կտրվում էր գրեթե, եւ շարունակեց մարտը ու ճապոնացիներին շպրտեց հետ։ Ցուցաբերած աննախադեպ արիության համար Վիկտոր Մաղաքյանին պարգևատրեցին ԱՄՆ նավատորմի խաչ պատվո մեդալով։ Թևը դեռևս գիպսի մեջ նրան կրկին ուղարկեցին հաջորդ մարտական առաջադրանքին, որտեղ ջոկատով ծուղակն ընկավ եւ դարձյալ ծանր վիրավորվեց։ 7 ամենամեծ ծովային ճակատամարտերին մասնակցելով նա 3 անգամ ծանր վիրավորվեց։ Պոլինեզիայի ծովային ճակատամարտից հետո նրա հերոսությունը հասավ մինչև Պենտագոն եւ Սպիտակ տուն։ Ամեն օր խոսում էին այն մասին, թե ինչպես հայազգի Մաղաքյանը ճապոնացիների ձեռքից հետ խլեց Պոլինեզիայի մեծ մասը։ Երկրորդ աշխարհամարտի ավարտին Վիկտոր Մաղաքյանն արդեն 60%-ով հաշմանդամ էր։ Սկզբում Կուանտիկոյի ռազմական հոսպիտալում բուժվելով, հետո Ֆիլադելֆիայի հոսպիտալում հայորդին արդեն առողջական լուրջ խնդիրներ ուներ։ 1943-ին ԱՄՆ նախագահ Ռուզվելտը Վիկտոր Մաղաքյանին անձամբ շնորհեց ԱՄՆ ծովային կորպուսի հետևակի կապիտանի կոչումը։ Ծովային կորպուսում սա իհարկե բարձր կոչում է։ Վիկտոր Մաղաքյանը համարվում է ռազմածովային նավատորմում, ռազմածովային ուժերում եւ ընդհանրապես ԱՄՆ զինված ուժերում ամենաշատ պարգևատրված սպաներից։ Հատկանշական է, որ տարիներ անց ԱՄՆ ԽՍՀՄ սառը պատերազմի ժամանակ, երբ Միկոյանը գործուղվել էր, ԱՄՆ նախընտրել էր հանդիպել հայորդու հետ եւ հետաքրքրվել էր ակտոն Արեմյանսկի կապիտան Մորսկոյ պիխոտի США։ Հանդիպումը չէր կայացել, Մաղաքյանը կամ հրաժարվել էր, կամ չեմ կարող ասել, ամեն դեպքում նա այդ տարիներին ապրում էր Լաս Վեգասում, որտեղ իրանցի փոխտնօրինի պաշտոն էր զբաղեցնում։ Ես այդպես էլ չկարողացա իրականացնել երազանքս լինել հայրենիքում։ Քույրս եւ եղբայրներս այցելեցին Հայաստան, իսկ ես հիվանդ եմ, ինքնաթիռ նստել չեմ կարող, միայն հույս ունեմ, որ մենք արդարացրինք մեր հոր հույսերը եւ ինչ էլ որ լինի, կարևորը քեզ սնուցող արմատներից չկտրվելն է։ ԱՄՆ-ում լույս տեսնող Հայրենիք թերթին տրված վերջին իր հարցազրույցում այսպես ասաց ԱՄՆ ռազմածովային ուժերի սպա ծովային կորպուսի հետևակի կապիտան, բրոնզե աստղի կրկնակի, արծաթե աստղի կրկնակի, մանուշակագույն աստղի կրկնակի, երկրորդ համաշխարհային հաղթանակի մեդալի, ֆրանսիական, չինական, Ֆիլիպինների եւ շատ այլ երկրների կառավարական անհաշվելի պարգևների եւ մեդալների մեդալակիր, Արաբոյի զինակից Առաքելի թոռը Մուշից Վիկտոր Մաղաքյանը, որը մահացավ 1977 օգոստոսի 17-ին 61 տարեկանում Ֆրեզնոյում եւ թաղվեց քաղաքի Արարատ հայկական գերեզմանատանը։ Եվ իհարկե նա 1886-ի հունիսի 13-ին Թուրքիայի Իզմիր նահանգի Ադապազար քաղաքում ծնված մանչուկը 5 տարեկանում իր ծնողների հասարակ բանվոր Հակոբի եւ տնային տնտեսուհի Էսթերի հետ կտեղափոխվի ԱՄՆ Ֆրեզնո։ 1907-ին 21-ամյա երիտասարդը ընդունվում է West Point ռազմական ակադեմիա, որն այսօր էլ համարվում է աշխարհի ամենահեղինակավոր ռազմական ուսումնական հաստատություններից մեկը։
Նա հայազգի առաջին զինվորականն էր, որն ընդունվեց West Point-ի ռազմական ակադեմիա բացառիկ արիության համար, որը ցուցաբերել էր դեռևս պատանի տարիքում, ինչ էր արել։ 16 տարեկանում նա նետվել էր կրակի ճիրաններում հայտնված շենք ու փրկել մի կնոջ և նրա երեխային։ Այս երիտասարդը, սիրելի ժողովուրդ, մասնակցելով առաջին և երկրորդ աշխարհամարտերին կդառնա ԱՄՆ զինված ուժերում բրիգադային գեներալի կոչմանն արժանացած առաջին հայը։ 1916-ին Հակոբի և Էստերի որդին դառնում է այն գլխավոր անձանցից մեկը, որը մասնակցում է Ֆրանսիայի զինված ուժերի կազմում գործող հայկական ազգային լեգիոնի ստեղծմանը։ 16-ի ապրիլից մինչև 17-ի փետրվարը Շեքը, ինչպես նրան կոչում էին ԱՄՆ ռազմական ուժերում, նշանավոր զորավար Ջոն Պերշինգի հրամանատարությամբ մասնակցեց Մեքսիկայում Պանչո Վիլայի դեմ ամերիկյան պատժիչ ռազմարշավին։ 23-ին Շեքը ծառայության անցավ ԱՄՆ քիմիական զորքերում, որտեղ մնաց ուղիղ 39 տարի և հասավ բրիգադային գեներալի կոչմանը։ Շեքը, նույն ինքը, Հակոբի ու Էստերի որդի Հայկ Շեքերջյանը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ճապոնական օդուժը արձակվեց Պերլ Հարբորի ռազմածովային բազայի վրա, կոչ արեց ԱՄՆ հայերին ոտքի ելնել պաշտպանելու իրենց նոր հայրենիքը ԱՄՆ։ Շեքի կոչին արձագանքեցին ավելի քան 20,000 հայորդիներ, և սա բացարձակ լուրջ թիվ էր, ու հիմնականում դրանք 1915-23 թվականներին Մեծ Եղեռնից փրկված հայերի զավակներն էին։ Իրենց ցուցաբերած արիության և հերոսության համար ԱՄՆ բանակում ծառայության անցած այս հայորդիներից շատերն արժանացան բարձր պատիվների, պարգևների, կոչումների, շատերը հետմահու, իսկ Շեքին անձամբ Ռուզվելտը շնորհեց բրիգադային գեներալ զորավարական կոչումը։ Հայկ Շեքերջյանն առաջին ամերիկահայն էր, որ զորավարական աստիճան ստացավ ԱՄՆ բանակում 1942-ին։ Նրանից շատ տարիներ հետո այդ կոչմանը կարժանանա West Point-ի ևս մեկ կուրսանտ Միքայել Թաշյանն, ում մասին արդեն խոսեցինք։ Իսկ Շեքը ծառայության վերջում արդեն ԱՄՆ զինված ուժերի միջին և մերձավոր արևելքում ռազմաբեմի ցամաքային և ռազմածովային ուժերի լիկվիդացիոն հանձնաժողովի փոխնախագահն էր։ Կյանքի վերջին տարիներին Հայկն իր հուշերում կգրի. «Մի օր հայրիկին հարցրեցի, թե ինչ է նշանակում Հայկ։ Հայրիկը բացատրեց, որ Հայկը մեր նահապետն է, նա պաշտպանել է իր ժողովրդին, ասաց, ուզում եմ դու էլ հզոր զորավար լինես և ուր էլ գնաս, որտեղ էլ լինես, պաշտպանես Հայկի ժառանգներին»։ Շեքը մահացավ 1966 թվականին Հայաստանում լինել երազելով, թեև խորհրդային ժամանակաշրջանում ԱՄՆ զինված ուժերի բրիգադային գեներալը կարող էր մտնել Հայաստան, եթե միայն պատերազմեին ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն։ Ավելացնեմ նաև մեր Հովսեփ Իգնատոսյանին, ում մասին քիչ առաջ ակնարկեցի, ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովակալ։ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին նախարար, ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Իգնատոսյանը առայժմ ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաբարձր ռազմական պաշտոնները զբաղեցրած հայորդին է։ Ավելացնեմ ևս մի քանի անուններ, սիրելի ժողովուրդ, կոմանդոր Սիրակ Նաղիկյան, ԱՄՆ փառքի շքանշանի մեդալակիրներ, նրանցից շատերը հետմահու իմիջիայլոց, Հենրիկ Ալպակյան, Հարիկ Իզիրյան, արծաթե աստղ ԱՄՆ զինված ուժերի պատվավոր մեդալին արժանացել են 52 հայորդիներ։ Եզակի նվիրվածության համար գնդապետ Կերկ Բուչախչյանն ու գնդապետ Արամ Տուտելյանն այդ պարգևին արժանացել են կրկնակի, ավիացիոն թռիչքների և եզակի խիզախության համար ավիացիայի աստղ պատվավոր մեդալի արժանացել են 44 հայորդիներ, նրանցից երկուսը հետմահու։ Առաջին անգամ ԱՄՆ հերոսի կրկնակի կոչմանը արժանացավ Վանից Վարդան Աղաբաբյանը, որը մասնակցեց երկու աշխարհամարտերին և 14 անգամ վիրավորվեց։ Պերլ Հարբորում ճապոնացիների դեմ կռվում զոհվեց ԱՄՆ հերոս Ջեյմս Թոփալյանը, իմիջիայլոց Թոփալյանը առաջին զոհն է հայազգի։ Այսպես ուղղակի հիշեցնեմ, որ Հունաստանում մինչ օրս հիշում են Բեյրութի մարտերում նահատակված մեր հերոս Սանդրանիկ Ղուկասյանին, Երվանդ Ղուկասյանին, Սիլվեստր Կալյանին, Մարատ Տերտերյանին, Իտալիայում հիշում են Մկրտիչ Դաշտոյանին ու Գևորգ Քոլոզյանին, երկուսն էլ մեր գավառից։
Քյավառից, այսպես ասած։ Ֆրանսիացիք հիշում են Միսակ Մանուշյանին, մենք տեսանք օրերս, Նշանտեր Մարտիրոսյանին, Արսեն Չակրյանին, Հարություն Գարայանին, բուլղարացիք հիշում են հերոսներ Հակոբ Փարանյանին ու Հերմինեին, որ Նազիվ 17 տարեկան աղջնակ էր այդ ժամանակ։ Հարավսլավացիք հիշում են Առաքել Սահակյանին, Ցոլակ Աֆրիկյանին, Պարքև Հակոբյանին եւ այսպես ամբողջ աշխարհով կարելի է թվարկել, սիրելի ժողովուրդ, այս ամենն իհարկե տպավորիչ է, սակայն ցավով պետք է փաստել, որ դրսի նվիրվածության 5%-ի չափ նվիրված լինենք մեր սեփական տանը։ Լեն ու Վոլդարում չէինք հասնի անմարդկային այսպիսի աղետի։ Անփորձանք մնացեք, սիրելի հայեր, կհանդիպենք, ստեսություն։